Պարոն Մելիքյան, ինչ փուլում է, հիմա ինչ է տեղի ունենում։ Էս կողմ։ Էս կողմ։ Հա, հիմա հարցաքննություն ճիշտ եմ հասկանում։ Ստանդարտ սխեմա է, այստեղ ոչ մի նոր բան չկա, այսինքն գալիս են խուզարկություն, հետո ձերբակալություն, որից հետո ձերբակալել են բերել են Երևանի քննչական, մեղադրանք են առաջադրել, առաջադրել են խուլիգանության երկրորդ մաս, հիմա մանրամասն դրա մասին խոսեմ, եւ անելու են կալանքի, այսօր հերթապատատարանը Աչափնյակն է, ես մեծ հույս ունեմ, այսպես ասեմ, որ մեկ էլ չի պարզվի, որ չէ հերթապատատարանին միանում են այլ դատարաններ, հատկապես Մասիվի դատարանը, որտեղ մենք գիտենք, թե ինչպիսի հետաքրքիր դատավորներ, իսկապես ճիշտ դատավոր է աշխատում։ Աջակցում է հետաքրքիր դատավորներ կամ պահում։ Դե ամեն դեպքում ես խուլիգանության արդյոք տեղի ունեցած է այդ մարդկանց արտահայտությունները դուք ինչ եք որակում։ Ուրեմն առաջինը բոլոր քաղաքացիներին մի քանի բան հայտարարություն ունեմ, նաև մեկը Նարեկ Սամսոնյանի անունից։ Առաջինը բոլորին, որպեսզի հասկանան ինչ է կատարվել, խնդրում եմ նրանք, ովքեր որ ցանկանում են, դիտել ոչ թե երեկվա, այսինքն չորեքշաբթի, այլ շաբաթ օրվա իմնեմնիմի թողարկումը, շաբաթ օրվա, այսինքն նախագահի թողարկման հաջորդ օրը հեռարձակված թողարկումը 2 ժամ 4 րոպե, այդ 10-15 րոպե։ Թող մարդիկ իրենց հետևությունները անեն։ Սա ինչ է իրենից ներկայացնում։ Ես ասեմ, որ այն մեկնաբանությունները, որ այդտեղ տրվել են Ալեն Սիմոնյանի հետ կապված, բացառապես այդպես է խոսում է, բացառապես Ալեն Սիմոնյանի կողմից տղաներին, ես ներողություն եմ խնդրում, բայց ես արտահայտությունը պետք է հնչեցնեմ, հայոյանք չի, շան լակոտներ արտահայտության այսպես արձագանք տղաների կողմից։ Իսկ առաջինը դե ինչ ասեմ, իսկ դուք կարծում եք, որ մեր երկրի իրավական պետությունը, որ այդ մասով իրավական գործընթացներ, ազգային ժողովի նախագահ մարդը մեդիա գործունեություն իրականացնող մարդկանց իրենց ոդքասթի համար անվանում է շան լակոտներ։ Մարդիկ էլ արձագանքել են, մեկը մի կերպ է արձագանքել, մյուսը մյուս կերպ է արձագանքել, թող նայն տեսնեն, այդտեղ ինչ է ընդհանրապես խոսվել եւ հասկանան այստեղ առհասարակ խուլիգանության մասին խոսք լինել կարող է, թե խուլիգանության մասին խոսք լինել չի կարող։ Այս պահին հարցաքննությունն ավարտվել է, պարոն Մելիքյան։ Հարցաքննությունը ավարտվել է, այո։ Մեղադրանքն առաջադրվել։ Մեղադրանքը նախ առաջադրվեց, հարցաքննությունը ավարտվեց։ Դե կալանքի միջնորդություն է լինելու, տեղեկացվեց, ինչը շատ այսպես սպասելի էր։ Մի կարևոր բան էլ ասեմ, այստեղ բացի անձի ըստ մեզ ակնհայտորեն ազատության իրավունքի բացարձակ անհիմն սահմանափակման, բացարձակ անհիմն քրեական հետապնդման, նաև առկա է լրատվամիջոցի գործունեությունը փաստացի դադարեցնելու բաղադրիչ։ Ի տարբերություն նախորդ քրեական հետապնդման, որը նույն հոդվածով էր 1.5 տարի առաջ, դա չարեցին։ Ես կարծում եմ այստեղ Չէ, խոսքը տեխնիկական կողմին է վերաբերում։ Արդեն մամուլից կարծում եմ դուք տեղյակ եք, որ ողջ ուրեմն տեխնիկան արգրավված է անցիֆետ։ Ողջ տեխնիկան, որը ինչպես են բնորոշել բնութագրել արգրավը։ Դե դատարանի որոշում կա, որի հիման վրա մենք մեր կարծիքը ունենք, որը մենք դա համարում ենք ոչ իրավական, բայց դեռ մենք ընդհանրապես կարող ենք կարծիք հնչեցնել, հայտարարություն հնչեցնել, որոշում կայացնողը գործողություն կատարող քննիչն է եւ մյուս մասնագետը քննիչն է առաջին։ Հիմա ես ուզում եմ այստեղ նաեւ Նարեկ Սամսոնյանի անունից ասեմ, որ Նարեկ Սամսոնյանը հայտարարում է, որ ինքը խնդրում է եւ կոչ է անում բոլոր մարդկանց, ովքեր որ այս ընթացքում մենք գիտենք, ոդքասթը հեռարձակվել է մարդկանց նվիրատվությունների, նվիրաբերությունների հաշվին, որ խնդրում է ուշադիր լինել, համապատասխան հայտարարություններ կարվեն, չգիտեմ, կարծում եմ անցիֆեյքի աշխատակիցները կանեն, գուցե ես անեմ, ես բան չեմ կարող ասեմ, բայց չպետք է իրենց նպատակին հասնեն եւ անցիֆեյքը իր գործունեությունը դադարեցնի։ Տեխնիկական խնդիր կա այստեղ լուծելու նյութական մասը։ Պարոն Մելիքյան, այս տղաների հնչեցած արտահայտություն դուք որպես իրավաբան ինչ եք գնահատում։ Ես նաև որպես պաշտպան։ Ես որպես Նարեկ Սամսոնյանի պաշտպան ինձ թույլ եմ տալիս գնահատել Նարեկ Սամսոնյանի արտահայտությունները։ Նարեկ Սամսոնյանը առաջին որևէ հայհոյախ չի հնչեցրել եւ նրան չի մերսագրվում։ Նարեկ Սամսոնյանը երկրորդ այն ձևակերպումները, որ իրենց թույլ է տվել, ուղղակի չի կարող
անպարկեշտ արտահայտություն իմ համոզմամբ ուրեմն որակվել եւ ինչ էլ որ ասել են նորից եմ ասում սա է կարեւորը խուլիգանության համար որն է կարեւորը մարդու մոտիվացիան այսինքն հասարակության ուղղված արարքի մարդիկ պատասխանում են իրենց ուղղված ես ստիպված եղա այդ արտահայտությունը հնչեցնել Ալեն Սիմոնյանի որտեղ մարդիկ պետք է հասկանան ինչին են արձագանքել դուք պատկերացրեք մարդկանց ազգային ժողովի նախագահը նման արտահայտություն է անում բա ինչ են ուզում այսինքն իրենք կարող են ցանկացածին վերջի ձևով ամենավերջի բաները ասել մարդու ինքնասիրության հարց է սա այսինքն վիրավորանք է կարող եք դիտարկել բայց ոչ խուլիգանություն իրենց կողմից մի պատկերացմամբ օրինակ Ալեն Սիմոնյանը շատ է սիրում կարող է մտնել քաղաքացիական դատավարության կարգով այդ ժամանակ դատավարություն կլիներ դատարաններ պարզեր քաղաքացիական կարգով թե բա դու ասել ես, բա ինչ էիր ուզում, բա առաջինը դու ես ասել եւ այլն, բայց քերականի մասին այստեղ խոսք լինել չի կարող, ազատ խոսքի սահմանափակում եւ նախորդ անգամ իսկ արդեն եղան հայտարարություններ, ես ակնկալում եմ, որ այս գործը նույնպես կլինի ինչպես տեղական, այնպես էլ միջազգային իրավապաշտպան եւ այլ կառույցների ուշադրության կենտրոնում, այն ինչ որ նորից եմ ասում, բոլոր նրանք, ովքեր որ ուզում են հասկանալ, մեղադրանքը վերաբերում է բացառապես նախավերջի իմնելնի մի 20 րոպե 4 րոպեից սկսած այդ հատվածի հրապարակային բան է այդ ոչ մի այստեղ բան չի կասվում ամեն ինչ հրապարակային է 2 րոպե 2 ժամ 4 րոպե 2 ժամ 4 րոպե մինչև 20 րոպե մոտարապես նա թող լսեն Արեն Սիմոնյանին հետ կապված Վազգենի եւ Նարեկի արձագանքը եթե դա հանցագործություն են համարում ուրեմն գիտեք ստացվում է որ ով որ իշխանություն ունի ում ինչ ուզի կարող է ասել պատասխան ստանա ուղարկեն դիմակավորված հացերականներ ազգային անվտանգություն սա է ուշադրություն դարձնել ազգային անվտանգության ծառայության խնդիր է սա այ ես էլ ուզում հարցնել ենթադրենք քաղաքացին մեղադրվում է եկել են նման կերպ դա իրավաչափ է նման կերպ համարում եմ ոչ իրավաչափ ես համարում եմ առհասարակ խուզարկությունների խնդիր չկա մարդիկ տեսնում են հրապարակային ամեն ինչ ցանցով նախորդ դեպքերի միջի չէ այդ խուզարկություններ անում պարզ է որ այստեղ խուզարկությունը անձին ցավացնելու վատ ինչ որ վիճակում դնելու առավոտ շուտ նեղություն տալու միջոց է որտեղ անցել անգամ լրիվ նույն բանն է եղել հաղթել անցել անգամ եղել էլի ինչ որ արտահայտություններ են եղել որի համար քրեական բարույթ էր նախաձեռնվել մարդկանց այսպեսի բաներ չխուզարկություններ չէին արել օրինակ օֆիս եկել էին շատ այսպես ցիվիլ ձևով դեպքի վայրի զննություն էին արել նայել են հա այստեղ ա եղել էս հաղորդումը այստեղ ա եղել արձանագրում ենք որ այստեղ ա եղել այլ ոչ թե չգիտեմ Համզա Չիմանում ա եղել հետեւաբար Երևանի դատարանը պետք է Պարոն Մելիքյան ես ուզում եմ հասկանամ այս ձերբակալությունը հետո վարույթը բողոքի հիման վրա է թե հերարցակված նյութի չէ հերարցակված նյութի հիման վրա է բայց ոնց է վարույթ իրականացնող մարմնի տրամադրության տակ հայտնվել դա չենք կարող ասել այսինքն եղել է հանցագործության մասին հաղորդում օրինակ Ալեն Սիմոնյանի կողմից թե ինչպես շատ հաճախ է լինում ինչ որ մի ոստիկան ասում է ես դիտարկում եմ մոնիտորինգի անում եկել sense բան տեսա այդպես էլ է լինում ինչու եմ ասում որովհետեւ հաստատել է որ իրավապահներին ասել է դուք էլ դիմեք կատարան ինչ է ասել ասել է դուք էլ դիմեք իրավապահներին այս գործի առնչությամբ երբ իրեն հաստատումներ են Նարեկ Սամսոնյանը չի պատրաստվում դիմել դատարան դիմել իրավապահներին ոչ դատարան իրեն շանլակոտ ասելու համար չէ ես հիմա գիտեք ինչն է հարցը Այստեղ խնդիրը այն է, որ դիմես չդիմես արդյունքը որն է լինելու։ Մենք տեսել ենք, չէ՞։ Երբևէ մենք տեսել ենք, որ ինչ որ հանցագործության մասին հաղորդումներ կայացված լինի եւ արդյունք ունենա։ Մենք չենք մեր երկիրի իրավական պետության հատկանիշները հենց մենակ սա ցույց է տալիս։ Մարդիկ տեսնում են, չէ՞, ինչեր են արձագանքում։ Մարդիկ տեսնում են, չէ՞, հրապարակային ազգային ժողովի նախագահ լինելով նման արտահայտություններ։ Բա մարդիկ տեսնում են, չէ՞։ Հիմա մենք դիմենք, չդիմենք։ Ինչ։ Ինքը օրդորել է, թող բոլորն էլ դիմեն, լավ էլ մարել, դիմել եմ իրավապահներին։ Հաղորդում տալու հետ կապված հարցերի ինչ Ուրեմն ինքն է հանցագործության մասին հաղորդում տվել, ինչ ասում։ Ինքը հաստատել է։ Դե ստացվում է որ դուք էլ կարող եք դիմել։ Չէ, բայց որ մենք դիմենք, արդյունքը ի՞նչ է լինելու։ Կարող է դիմենք, կարող է չդիմենք, տղաները պետք է որոշեն, բայց իմ ասածը այն է, որ խնդիրը այն է, որ հանցագործության մասին հաղորդումը դա շատերի կողմից դեռ համարվում է արդյունավետ միջոց։ Գուցե ճիշտ է առանձին դեպքերում դիմելը, բայց իմ պնդումն այն է, որ մենք չենք տեսել արդյունավետությունը հանցագործության մասին հաղորդումների։ Լավ օրինակ հենց այս Երևանի քննչականում մենք չնայած Երևանի քննչականը կապ չուներ դրա հետ, բայց Երևանի քննչականից դուրս եկավ ոստիկանության ծառայողներ են։ Սա ամեն Վարդանի դեպքը ստանալից 150 մետր դիմեցինք, ինչ եղավ։ Այդ մարդիկ քրական հետապնդման ենթարկել դիմեցինք։ Խոշտակման դեպքեր, ես էլ բան չի, ենթադրյալ հայհոյանք, ենթադրյալ վիրավորանք չի, խոսքի հարց չի։ Մարդու նկատմամբ այլանդակ խոշտանգում էին արել։ Դիմեցինք, հետո 150 մետր հեռավորության վրա էր։
քնչականից դուրս եկան, քնչականը չէր, ոստիկանության ծառայողները։ Որևէ մեկի նկատմամբ քրեական հայտարարություն։ Գոնե այն մարդիկ, ովքեր որ պարտավոր են հետևել, որ այդ մարդու նկատմամբ ոչ մի ապօրինություն չլիներ։